Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Երանի խաղաղություն անողներին, որ նրանք Աստծո որդիներ կկոչվեն Մատթեոս 5:9 Սա 7-րդ երանին է և 7-ը եբրայացիների մոտ կատարելության թիվն էր Հնարավոր է Փրկիչը խաղաղություն անողներին ցուցակի 7-րդ տեղն է հատկացրել, որովհետև նրանք ամենամոտն են Քրիստոս Հիսուսում կատարյալ մարդուն։ Նա, ով ցանկանում է լիարժեք օրհնություն վայելել այս երկրի վրա, պետք է հասնի այս 7-րդ երանությանը և դառնա խաղաղություն անող։ Նշանակալի է նաև այս տեքստի դիրքը։ Նրան նախորդող համարում խոսվում է այն մարդկանց երանության մասին, որոնք սրտով մաքուր են, որ նրանք Աստծուն կտեսնեն Մատթեոս 5:8 Կարևոր է հասկանալ, որ մենք պետք է նախ և առաջ սուրբ լինենք, հետո խաղաղարար Հակոբոս 3:17 Մեր խաղաղասիրությունը երբեք չպետք է դրսևորվի մեղքի նկատմամբ փոխզիջմամբ կամ չարության նկատմամբ հանդուրժողականությամբ։ Մենք մեր երեսները պետք է գայլախազի պես անենք ցանկացած բանի հանդեպ, որ հակառակ է Աստծուն և նրա սրբությանը։ Եվ երբ մաքրությունը մեր սրտում հաստատ որոշված սկզբունք կդառնա, միայն այդ ժամանակ մենք կարող ենք խաղաղություն անել։ Պակաս նշանակալի չէ նաև մեր տեքստին հաջորդող համարը։ Որքան էլ մենք խաղաղարար լինենք այս աշխարհում, միևնույն է մեզ սխալ են հասկանալու և սխալ են ներկայացնելու, և դա զարմանալի չէ, որովհետև նույնիսկ խաղաղության իշխանն իր գալուստով կրակ գցեց երկրի վրա Ղուկաս 12:49 Եվ չնայած նա սիրում էր մարդկանց և ոչ մի չար բան չէր արել, սակայն նա անարգված և մարդկանց երեսից ընկած հարվածների տեր և ցավի տեղյակ եղավ Եսայի 53:3 Վերջապես, որպեսզի խաղաղարարները թշնամության հանդիպելիս անակնկալի չգան, հաջորդ համարում ավելացված է երանի նրանց, որ արդարության համար հալածված են, որ նրանցն է երկնքի արքայությունը Մատթեոս 5:10 Այսպիսով, խաղաղարարները ոչ միայն երանելի են հայտարարված, այլև շրջապատված են երանություններով։ Տեր, նորհ տուր մեզ, որ հասնենք այս 7-րդ երանիին, մաքրիր մեր սիրտն ու միտքը, որպեսզի մենք կարողանանք նախ սուրբ լինել, հետո խաղաղարար և ամրապնդիր մեր հոգիները, որպեսզի մեր խաղաղասիրությունը մեզ վախկոտության, հուսահատության չտանի, երբ մենք հալածվենք քո անվան համար։